մտահոգ քաղաքացիների, փոփոխություն ուզող քաղաքացիների մի զանգված կա, թիվը չեմ կարողանա ասել, բայց ովքեր պատկերացնում են, որ խորհրդարանական ընդդիմությունը երկու ֆրակցիային է վերաբերում, ունեն բավարար ձայներ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու եւ հաջողելու համար 36 նախաձեռն, որպեսի քննարկվի ԱԺ-ում 54 հաջողելու համար, բայց չեն անում։ Այդպիսի տպավորություն ինչ որ խմբի մոտ ամեն դեպքում ստեղծվել է։ Այս հայտարարությունով մեր հիմնական նպատակը շեշտելն էր, որ մենք այդ բավարար ձայները չենք ունեցել, երբեք չենք ունեցել։ Մենք ունենք 28 ձայն ընդամենը։ Խորհրդարանական մյուս խմբակցությունը ընդդիմադիր ունի 6 ձայն, երկուսը իրար հետ 34 ձայն է։ Դեռևս 2 ձայն էլ անհրաժեշտ է ընդամենը խորհրդարանում process-ը քննարկելու համար։ Իշխան Զաքարյանը եւ Գեգամ Նազարյանը, ովքեր խմբակցությունից դուրս են յուրաքանչյուր։ Դե ինչ որ պատճառով են, չէ, դուրս եկել։ Եթե խմբակցության տեսակետները կիսող լինեին, կարծում եմ խմբակցության կազմում կլինեին արդեն։ Հիմա եւս երկու падգամավոր էլ ՔՊ-ից է դուրս եկել։ Հիմա այս իրավիճակում է, որ մենք նախ ուզում ենք սա ֆիքսել։ Ընդդիմությունը չունի բավարար ձայն գործընթացը ԱԺ-ում քննարկելու համար։ Զուտ ֆորմալ է, այսպես գործընթացը սկսելու։ Զուտ տեխնիկապես, շատ տեխնիկապես չունենք այդ ձայները։ Հիմա եթե կա ինչ որ խումբ ու առանց առանց որևէ հեգնանքի եմ ասում, եթե կա ինչ որ խումբ մարդիկ, ովքեր տեսնում են այս պակասող ձայները, որտեղից կարող ենք ունենալ 10 րոպեվա հարց է, ինչպես օրինակ Բաքրատ Սրբազանի շարժման ժամանակ անցած տարի, երբ հայտարարվեց բեմից, որ իմպիչմենտն է ճանապարհը, խորհրդարանական խմբակցությունը ընդամենը 10 րոպեում համաձայնություն տվեցին